Քանի որ հոգեբաններն էլ են մարդիկ, ի վերջո, մենք էլ ենք ունենում դժվար օրեր, ծանր օրեր։ Օրինակ հետաքրքիր է դու ոնց ես հաղթահարում քո ծանր դժվար պահերը։ Ինչպես նշում ես, մենք էլ ենք մարդ ու շատերը մտածում են, որ մենք ամբողջ օրը նստած պրակտիկաներ ենք օգտագործում մեր կյանքում, հա։ Կարա ինչ որ բան, հա, կյանքում տեղի ունենա, օրինակ ինձ մոտ, որ ես օգտագործեմ որոշակի տեխնիկաներ, բայց դրանք շատ թեթև տեխնիկաներ են։ Կարան լինեն մարմնական եւ շնչառական վարժություններ, որոնք որ օրինակ ես օգտագործում եմ այդ պահին հանգստանալու համար, բայց միշտ չի որ ես դառնում եմ իմ հոգեբանը, դրա համար ես ունեմ իմ հոգեբանը, ում կարող եմ դիմել, բայց առօրյա կյանքում հիմնականում ես կարող եմ ուղղակի սուրճ պատրաստել, ինչ որ սերիալ միացնել ու նայել ու հանգստանալ։ Ու դա լրիվ ինձ բավարար լինի, անպայման չի ամեն իրավիճակը դնել, խորը, անալիզ անել, մտածել, ինչ ոնց, պարզապես մեկ-մեկ օգնում է այտենց թեթև վերաբերմունքը, սուրճ, սերիալ, եւ չի, օրինակ իմ պարագայում նաև աղջկաս հետ խաղալը, իրան գրկելը, ամուսնուս հետ շփվելը եւս շատ օգնում է։ Այսինքն մարդկային շփումը եւս բավարարում է։